պատկերացնենք Ալիևը եկուց, ասում է Փաշինյան ջան, հորս արել ես երբեք չեմ ասելու, Հեյդարի արել ես չեմ ասելու, Զանգեզուրի միջանցք, բայց բովանդակային հողի վրա, դա միջանցք կալնելու, մենք օքեյ ենք գնում դրա հետ։ Իհարկե։ Չէ, մենք նկատում Հայաստանը, Փաշինյանը չէ։ Փաշինյանը բարձր ինքը ասում է մենակ այդ բանը մի ասի, մնացածը նորմալ է։ Հասկանում ես, այս խայտարակությունը եւ այդ, այսինքն նայ Ստեփան Սաֆարյանի այսպես կոչված think tank-ը, ուղեղային կենտրոնը, միջազգային ֆինանսավորմամբ, ասես զբաղված է ինչով։ Հայամետ падգամավորի վրա ցեղ շպրտելով ու դա էլ կապելով իմ հետ, որ ասենք այդ Մանուկյանն այնքան հզոր մարդ է կարա բրիտանական պարլամենտի падգամավորներին բան անել, ասի ինչ հարց տան, ոնց տան բան։ Կարամ անեմ։ Ու այդ նույն Նայ, կարամ անեմ, բայց չեմ արել, որտեղ ուզենայի անեի, պետք է ասեի Միքայել Սրբազանի եւ Սամվել Կարապետյանի մասին հարց տան։ Բայց հույս ունեի, որ օպոզիցիան կանի մեր հայկական։ Բայց օպոզիցիան ինչ որ ձայն չի ունեցել, չի գրանցվել, ձայնը չի ասել, ձայն չեն տվել, թե իրանք չեն ուզել, չի ստացվում ախպեր բան, հերիկա լաց է կարա։ Ուր եք ասել Ստրասբուրգ։ Խփեք ձեզ այդտեղ գոնե։ Ըստ այդ նույն սուբյեկտի բրիտանացի падգամավորը թեմայից բեխաբար ա եղել։ Դուրջես, այնքան բեխաբարա որ ասում է Ադրբեջանի շահը պարզա Հայաստանին է, որն է այդքան բեխաբարա։